Հայկական խոհանոցը մշտապես եղել է ոչ միայն ուտեստների, այլև պատմությունների խոհանոց։ Մեր ազգային ուտեստները ծնվել են մարդկանց կենցաղից։ Այդ ուտեստներից մեկը խուրջինն է, որը վերհանել և ներկայացրել է Երեմյան ընկերությունը։ Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ներկայացնել մեր հայկականը, մեր հայկական ուտեստները, մեր հայկական հյուրասիրությունը, համը և հոտը։ Խուրջինի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է գառան միս, գլուխսող, կանաչ պղպեղ, համեմունքներ կարմիր բիբար, ցիտրոն, աղ, կանաչի, մաղադանոս, արևածաղկի զետ, կարագ։ Սկսում ենք գառան մսից։ Գառան միսը պետք է մասնատենք, վերածենք կտորների։ Մինչ միսը պատրաստվի, մենք կանցնենք բանջարեղենների կտրատմանը։ Սկսենք գլուխսոխից։ Կանաչ պղպեղը։ Խուրջինը ավելի շատ զբոսաշրջիկներն են հավանում, շատ են մեր մոտ համտեսում։ Հիմա կտրատում ենք մաղադանոսը։ Պատրաստման ընթացքում, երբ որ կտապակենք մենք մեր միսը, բանջարեղենը, վերջում կավելացնենք լոլիկը։ Խուրջին նշանակում է պարկ, քանի որ մարդիկ ժամանակին պարկով իրենց սնունդը տեղափոխել, տանելով իրանց օրվա ուտելիքը ու իրանց օրվա սնունդը։ Քանի որ մեր միսը արդեն պատրաստվել է, եփվել է, մենք արդեն կարող ենք տապակել։ Տապակման համար մենք օգտագործում ենք արևածաղկի զետ և կարագ։ Գլուխսոխն ենք ավելացնում, կանաչ թարմ կտրատված բիբարը։ Թողնում ենք մի քիչ տապակվի և ավելացնելու ենք միսը։ Որից հետո ավելացնում ենք գառան արգանակը։ Արգանակը, երբ որ արդեն վերջանում է, ավելացնում ենք լոլիկը։ Խուրջինը դժվար չի պատրաստել, ամենակարևորը սիրով պատրաստել։ Լոլիկը պետք է փափկի և թարմության համար ավելացնում ենք մաղադանոս։ Խուրջինի միջուկը պատրաստ է և մենք պետք է պատրաստենք մեր պարկը։ Պարկը ստանալու համար մենք օգտագործում ենք լավաշ։ Վերցնում ենք 2 հատ լավաշ, թոներում պատրաստված մեր լավաշը, որը որ զբոսաշրջիկները շատ են հավանում։ Մեր պարկը կապելու համար թել ենք սարքում։ 2 կտոր կտրած լավաշ դնում ենք տակը, որպեսզի ամբողջ սոկը չթռչի մեր լավաշը, և մեր բաղադրիչները պատրաստի լցնում ենք և փաթաթում ենք մեր պարկը։ Խուրջինը տանում ենք ջեռոց, որպեսզի ստանանք վերջնական տեսքը։ Ահա խուրջինը, հայ մարդու և հայկական պատմության մասին։